Հարգարժան դասարան, ես էլ եմ միանում պաշտպանների միջնորդությանը, ուրեմն Չախալյան Վահագին ես չեմ ճանաչել, ես իմ առաջորդ խոսքի մեջ ասել եմ, որ 2024 թվականի ապրիլի 23-ից Բագրատ Սրբազանի կողքին եմ եղել, մինչև այս պահը էլ իր կողքին եմ։ Ուրեմն ապրիլին պայքարը սկսել եք իրանցից եկել ենք, այդ ընթացքում հազարավոր մարդիկ, բժիշկներ, արվեստագետներ, տնտեսագետներ եկել են եւ Սրբազանի կեցավայրում հանդիպել են իրար։ Չախալյան Վահագին ես այնտեղ չեմ տեսել։ Տիգրանին տեսել եմ, Իգրին տեսել եմ, Հրայրին տեսել եմ, Չախալյան Վահագը չի եկել։ Երբ որ 2024 թվականի հոկտեմբերին Սրբազանից կանչեց, ասեց Չախալյան Վահագը կառավարության դիմաց նստածույց անում մեր Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների համար։ Ես մտածում եմ, որ մենք պարտավոր ենք հանդիպենք իրեն, ասում Սրբազան ջան, հենց հիմա գնանք, դուրս են գալիս ոտքով, քայլում ենք, տեսնում ենք Չախալյան Վահագին, ասում ենք ապրեն, շնորհակալ ենք։ Եվ մեր հանրապետությունում, որ բոլորը առանձին նստած մտահոգված են եւ մտածում են մեր Բաքվի բանտում մեր հայրենակիցների մասին եւ մեր պետությանն էլ կարծում եմ ուզում է որ իրան գան, միակ բարտն է որ նստածույց արի եւ պայքարել։ Եվ դրանից հետո 3 կամ 4 անգամ մենք այցելել Չախալյան Վահագին հրապարակին։ Հիմա Չախալյան Վահագը հայտնվել է այստեղ, երևի որ մենք այնտեղ իրան հանդիպել ենք եւ հիմա նույն հաջողությամբ շատ մարդու որ հանդիպել ենք, ես մտածում եմ մենակ Չախալյան Վահագը։ Հիմա որ ես նայում եմ ասեցիք ես Հայաստանի Հանրապետության ամենամեծ դալիրն է, մտածում եմ որ այս ռեժիմը հաշվարկել է որ 18 մարդ կարանցնի, նայեք 18 մարդ կալանավոր, անկեղծ եմ ասում, Չախալյան Վահագի նման կարար 5000 մարդ ստեղ լինել։ Չախալյան Վահագը արել է նստածույց Բաքվի մեր հարգարժան մեր հայրենակիցների համար։ Չախալյան Վահագին պետք է դատեք նստածույց անելու համար։ Եթե իհարկե այս աբեկցություն բոլորս էլ գիտենք չկա։ Չախալյան Վահագին, որ նայում ես, ես օրինակ հետևել եմ, այդ որ ասում ես Սահակաշվիլի հետ կադրնել եմ, տեսել ոնց է որ Սահակաշվիլին գալիս է ցուցանը, ինքը միշտ պայքարել է արդարության համար։ Ես ասում եմ, իրան առաջ անգամ հանդիպել ենք, կառավարության դիմաց կամերաներներ կա, կարակ բոլորը դնեն։ Ես միանում եմ բոլոր պաշտպանների միջնորդությանը, իհարկե Չախալյան Վահագը իր հայրենասիրությամբ, իր գաղափարներով մեր հետ է, որտեղ մենք բոլորս մի մտք ենք, մենք բոլորս հայրենասեր ենք, մեր խնդիրը արժանապատիվ հայրենիք ունենալն է, Արցախ ունենալն է, Արարատ ունենալն է, ինքը դրանով 100% մեր հետ է, բայց ինքը այս պրոցեսի հետ ընդհանրապես կապ չունի։ Ես ուզում եմ դա վստահաբար ասեմ, շնորհակալություն։ Եվ առիթից օգտվելով հարգարժան դատարան, այսօր մեր Ժորժա, մեր Բագրատ Սրբազանի անվանակոչման օրն ասում եմ բոլորը շնորհավոր ենք։ Շնորհակալություն, պաշտպան դատարան։